Բարև, լաբորատորիա, որտեղ էվոլյուցիան արագացվում է ոչ թե փորձանոթներում, այլ անկշռության պայմաններում, որտեղ վիրուսները պահվում են ոչ թե ինկուբատորում, այլ ուղեծրին, եւ այս ամենը մեկ նպատակի համար՝ հաղթել բակտերիաներին, որոնք այլևս չեն վախենում հակաբիոտիկներից։ Խնդիրը վաղուց է հայտնի, ավելի ու ավելի շատ վարակներ դադարում են արձագանքել սովորական դեղամիջոցներին, բակտերիաներն ավելի արագ են էվոլյուցիայի ենթարկվում, քան դեղագետները հասցնում են նոր մոլեկուլներ ստեղծել։ Ամենահեռանկարային այլընտրանքներից մեկը բակտերիոֆագերն են։ Սրանք վիրուսներ են, որոնք վարակում են միայն բակտերիաներին ու ոչնչացնում դրանց ներսից։ Մարդու համար բակտերիոֆագերն անվտանգ են, բակտերիաների համար մահացու վտանգավոր, բայց ֆագային թերապիան ունի իր թույլ կողմը։ Յուրաքանչյուր ֆագ բակտերիային ճանաչում է դրա մակերեսին գտնվող կոնկրետ ռեցեպտորների միջոցով։ Հերիք է բակտերիան մի փոքր փոխի այդ մոլեկուլների ձևն ու վիրուսը կորցնում է թիրախը։ Կոնկրետ վարակի համար համապատասխան ֆագ ընտրելը դառնում է ավելի ու ավելի բարդ։ Սակայն Էմորի եւ Բերքլիի կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները որոշել են տիեզերքը բառացիորեն օգտագործել որպես էվոլյուցիոն գործիք։ Այդ նպատակով նրանք միջազգային տիեզերակայան են ուղարկել T7 բակտերիոֆագի ու E. coli աղիքային ցուպիկի նմուշներ։ Գիտափորձը տևել է 23 օր։ Ճշգրիտ նույնպիսի նմուշներ զուգահեռ ինկուբացվել են երկրի վրա։ Անկշռության մեջ միկրոաշխարհն իրեն այլ կերպ է դրսևորում։ Չկա կոնվեկցիա, բացակայում են հեղուկի սովորական հոսքերը։ Մոլեկուլներն ու բջիջները միմյանց չեն խառնվում, այլ դանդաղ դրեյֆում են։ Ֆագի համար սա լուրջ փորձություն է, որովհետև բակտերիային վարակելու համար այն պետք է բառացի բախվի դրան, իսկ անկշռության պայմաններում հանդիպման հավանականությունը կտրուկ նվազում է։ Գիտնականները այդ ամենը գիտեն եւ կանխատեսել են ֆագերի ակտիվության նվազում։ Ու չնայած տիեզերքում ֆագերը բակտերիաներին նկատելիորեն ավելի դանդաղ են վարակել, միևնույն է գիտափորձերի ավարտին կարողացել են ճնշել բակտերիալ պոպուլյացիաները։ Ամենահետաքրքիրը սկսվել է նմուշները երկիր վերադարձնելուց հետո։ Հետազոտողները սեկվենավորել են գենոմներն ու տեսել, որ թե ֆագերը եւ թե բակտերիաները կուտակել են մուտացիաներ, սակայն տիեզերքում ձեռք բերված մուտացիաների բազմությունը տարբերվել է երկրի պայմանների առաջացած մուտացիաներից։ Փաստացի միկրոգրավիտացիան ստեղծել է բնական ընտրության հատուկ ճնշում։ Ստրեսի մեջ գտնվող բակտերիաները փոխել են մակերևույթի ռեցեպտորները, իսկ ֆագերը գոյատևելու համար ստիպված են եղել վերապատրաստվել նոր թիրախներին հարմարեցնելով ռեցեպտորները ճանաչող սպիտակուցները։ Հետազոտողները հավաքել են բակտերիային ամրանալու համար պատասխանատու մուտացված ֆագային սպիտակուցի տարբերակների գրադարանը, ապա փորձարկել են այդ տարբերակները երկրային պաթոգենների, E. coli, կայուն շտամների վրա, որոնց սովորական T7 ֆագը դժվարությամբ է վարակում։ Արդյունքը անսպասելի էր։ Այն ֆագերը, որոնք բնական ընտրություն են անցել տիեզերքում, մի քանի անգամ ավելի արդյունավետ են վարակել կայուն բակտերիաները։ Իսկ երկրի վրա բնական ընտրության միջոցով ստացված մուտանտների գրադարանն այդպիսի էֆեկտ չի տվել։ Պարզ ասած, անկշռությունը ստիպել է էվոլյուցիային անցնել հազվագյուտ եւ ոչ ստանդարտ ուղիներով, եւ այդ ուղիներից մի քանիսը հենց այն են, ինչ անհրաժեշտ է կայուն վարակների դեմ պայքարի համար։ Այժմ հետազոտողները միկրոգրավիտացիան դիտարկում են որպես յուրահատուկ էվոլյուցիոն մարզասարք։ Էքստրեմալ միջավայրը, որում չեն գործում սովորական կանոնները, օգնում է գտնել վիրուսների տարբերակներ, որոնք դժվար է ստանալ սովորական մեթոդներով։ Գործիք, որը պետք է հեշտացնի կյանքը, իսկ դրա փոխարեն կարող է կապված լինել տրամադրության անկման հետ։ Հարվարդի համալսարանի գիտնականների թիմը անցկացրել է լայնածավալ առցանց հարցում եւ ողջել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր օգտագործում են գեներատիվ արհեստական բանականության գործիքներ, ավելի հաճախ են հայտնաբերվում դեպրեսիվ ախտանիշներ։ Հետազոտությանը մասնակցել է գրեթե 21000 չափահաս ԱՄՆ բոլոր նահանգներից։ Միջին տարիքը 47 տարի, մոտ կեսը տղամարդիկ։ Արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։ Մասնակիցներին հարցրել են, թե որքան հաճախ են նրանք օգտագործում գեներատիվ մոդելներ ու սոցիալական ցանցեր, այնուհետև առաջարկել են լրացնել դեպրեսիայի գնահատման ստանդարտ գործիք, հանդիսացող PHQ-9 հարցաթերթիկը, ապա վերլուծվել է այս գործոնների միջև կապը, հաշվի առնելով տարիքը, սեռը եւ սոցիալական այլ բնութագրեր։ Հարցվողների մոտ 10%-ը հայտնել է, որ ամեն օր օգտագործում է արհեստական բանականության գործիքներ, իսկ ավելի քան 5%-ը օրը մի քանի անգամ։ Գրեթե կեսը դա արել է աշխատանքի համար, բայց ամենից հաճախ արհեստական բանականությունը կիրառվել է անձնական խնդիրների համար։ Պարզվել է, որ ամենօրյա օգտագործումը կապված է դեպրեսիվ ախտանիշների ավելի բարձր մակարդակի եւ առնվազն չափավոր դեպրեսիայի հավանականության մոտ 30%-ով աճի հետ։ Նմանատիպ կախվածություններ են հայտնաբերվել նաեւ տագնապայնության եւ զայրույթի համար։ Ամենաուժեղ կապը դիտվել է 25-ից 64 տարեկան մարդկանց մոտ եւ հենց անձնական կարիքների համար օգտագործման դեպքում։ Հեղինակները ընդգծում են, խոսքը գնում է կորելացիայի այլ ոչ թե ապացուցված պատճառի մասին։ Հնարավոր է բարձր տագնապայնություն ունեցող մարդիկ ուղղակի ավելի հաճախ են դիմում արհեստական բանականությանը, իսկ հնարավոր է հաճախակի փոխգործակցությունն իսկապես ազդում է էմոցիոնալ վիճակի վրա։
Այս շաբաթվա գիտական տերմինն է բարիոնային ասիմետրիան։ Բարիոնային ասիմետրիան տիեզերաբանության հիմնական հանելուկներից մեկն է։ Եթե հավատանք հավասարումներին, մեծ պայթյունը պետք է ստեղծեր նյութի եւ հականյութի ճշգրիտ հավասար քանակություն, ու դրանք պարտավոր էին անմիջապես անիհիլյացիայի ենթարկվել, ինչի արդյունքում տիեզերքում գոյություն կունենային միայն ֆոտոններ։ Սակայն այդպես չի եղել։ Անհայտ պատճառներով յուրաքանչյուր միլիարդ մասնիկ հակամասնիկ զույգի դիմաց առաջացել է նյութի մեկ լրացուցիչ մասնիկ։ Հենց այս փոքրիկ տարբերությունն էլ դարձել է այն ամենն, ինչից բաղկացած են գալակտիկաները, աստղերը, մոլորակներն ու մենք ձեզ հետ միասին։ Բարիոնային ասիմետրիան այս լրացուցիչ նյութի ծագման մասին է։ Մենք գիտենք այն պայմանները, որոնցում կարող էր առաջանալ այդպիսի ասիմետրիա։ Սիմետրիաների խախտում, վաղ տիեզերքում հազվագյուտ պրոցեսներ, նյութի եւ հականյութի վարքագծում հազիվ նկատելի տարբերություններ, բայց ճշգրիտ մեխանիզմը դեռևս անհայտ է։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։